Հերիքը ամեն արձանի, ամեն նկարի, ամեն ոսկով պատած ինչ-որ մի հատ կուրքի, ամեն քարի հերիքա պաշտեք, այ մարդ։ Կապ չունի եթե քարա, թե կտավի վրա նկարած արձանի կա ինչ-որ մեկն է։ Վայ, չես պատկերացնի, Հիսուսը վեշնի հետ է սա։ Հեսա չես տնում մեծ, խաչված հետ է սա։ Ասում եմ, վայ նրան, ով որ հույսը դնում է մի բանի վրա, որի մեջ հոգի չկա։ Ոչ մի նկարի մեջ, ոչ մի արձանի մեջ Տիրոջ հոգին չկա, բայց խնդիրները գիտեք երբ հասկացում։ Երբ որ այնտեղ որտեղ Տիրոջ հոգին չկա, դու գնում ես աղոթելու, դիվային հոգի է հայտնվում, որտեղ ամեն աղոթք պատասխան է ստանում։ Այն աղոթքներին, որոնց Տերը չի պատասխանում, կա պատասխանող։ Սատանան ասում է ես կտամ, բուդդիստական երկիր գնա ցանկացած։ Ասենք Բուդդայի արձանն է, դու գիտեք ինչ դիվային ներկայություն է իր մոտ։ Կարող է մոտենաս, ուզենաս կպնես քեզ շպրտի մի 10 մետր։ Գիտես ինչի, որովհետև հայ եկել աղոթել են։ Ընդ Աստծո հոգի չկա։ Բայց եթե աղոթքա գնում, ինչ որ մեկը ընդ պետք է զորանա։ Ու դևա կանգնում այդ արձանի հետևը։ Ու ինքը սկսում է խփել։ Դրա համար մարդիկ վախենում են, սկսում են վախից պաշտել։ Դրա համար ծնվում է բոլոր այդ կեղծ կրոնները։ Մարդիկ զգալով, որ ինքը կարա պատժի, սկսում են կեղծ հավատալ։